Բարև ձեզ, սիրահարներ, այսօր ուրախ եմ ինձ հետ անգամ եւս ազատամարտիկ համաշխարհային քիչ դժվար է հագի համահարկա բարոն Գագիկ Սալուխանյան, ձեր գազམ་եկությունը մի հատ որտեղ քիչ մի երկայն է համաշխարհային ազատագրման համաշխարհային գազམ་եկություն Հայաստանի Հայաստանի ազատագրում ունենք մենք անելու։ Դրա համար Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպություն է կոչվում։ Ողջունեմ ձեզ եւ ձեր գազམ་եկությունը, Ես բարոն էլ եմ Սալուխանյան, ողջունում։ դուք թիվ 12 եք, նույն հարցումը որ հարցուցած եմ ձեզ մենաշ 11-ներու, թե արևմտամետներուն, թե ռուսամետներուն, թե գետրոնին։ Դուք արևմտամետ եք, բացի բաց, այսինքն։ Ես չէ, կներեք, ես հայամետ եմ։ Հայամետ եմ։ Չէ, այսինքն ավելի հավանական ամեն արևմուտքի դինաստիության ադիմաստով, որ դաշնակից Ռուսաստանը մեզ մշտապես դավաճանում է, մշտապես տանում կայունացնում է ցեղասպանության բերան, այս անգամ էլ պիտի որոշենք մեկ այլ ուժերի հետ համատեղ։ Հայ հողասկների հասնելու ենք բարոն Սալուխանյան, Զելենսկի Տրամփ ինչի դեր ունեցավ, ինչ են հետևանքները, խնդրեմ հրամեցեք։ Շատ լավ։ Պետրոս ջան, դե ի՞նչ է, այս հարցի շուրջ աշխարհում էլ մամուլ չմնաց, լրատվամիջոց չմնաց, որ այս հարցին չանդրադառնա։ Եվ ես կուզեի, որ ասենք ընդամենը ընդգծեի այն պահերը, որտեղ ասենք մեզ համար է դա կարևորություն, ոչ թե ասենք ինչ կատարվեց։ Որովհետև ինչ որ կատարվեց, պարզ երևում էր, որ նախապատրաստված Տրամփի վարչակազմը, Տրամփի, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, որովհետև Տրամփը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանք լրիվ տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր բաներ են։ Այսինքն Տրամփը ինչ քայլ որ արեց, դա Ամերիկայի բնորոշ քայլ չէր։ Այսինքն ոնց կարող է պատահի պետությունը գնա մի ուղղությամբ, ասենք զարգացման process-ների ընթացքում նախորդ նախագահ դրանից առաջ այլ հետո ինչ որ մի նախագահ նոր ընտրի, գա ու լրիվ հակառակ բան ասի։ Այսինքն այդտեղ զգացվում էր, որ Տրամփը սադրեց, Տրամփը եւ Վենսը փոխնախագահը սադրեցին, նախ սադրանքը սկսվեց այն լրագրողի հարցադրումից թե ինչի կոստյումով չես, հա, սա աշխարհի հզորագույն պետության ղեկավարներին վայել վարվելակերպ չէր։ Իրանք իրանց պահեցին ոնց որ մի հատ փողոցային խուժան, հա, այն որ մի հատ անծանոթ քաղաքում հայտնվում ես, ինչ որ մի հատ մութ փողոց ես մտնում, կանգնացնում են ու սկսում են վրետ մուղամ ջոգել, կայֆավատ լել, ինչ որ այդ տիպի շատ տգեղ էր, շատ ահավոր տգեղ էր։ Դու ավելի լավ է, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, քո մեծությունից շատ համեստ ձևի հասկացնեի, որ գիտես ինչ կա, մեր ծրագրերը փոխվել են եւ դու պետքա տեղավորվես մեր ծրագրերի այսպես շրջանակների մեջ։ Բայց այդպես խուժանավարի, ասենց ասենք, լակոտավարի իր պահվածքը սա ապշեցնող է։ Ես հիմա տեսեք, իրանք այդ սադրանքը արեցին, որպեսզի կոտրեն, հա, Զելենսկուն։ Կոտրեն, ուղղակի հոգեբանորեն ճնշեն եւ գիտեք ինչ կա, ինձ թվում է, եթե իրանք լրագրողների դեմը չանեին դա, այսինքն առանձին կաբինետում, որը ի դեպ ես դες ասեմ աշխարհում ընդունված ձև է։ 2 ժամ, 3 ժամ, մի օր, 3 օր, մարդիկ գնում են, բանակցում են, գալիս են իմի, նոր դուրս են գալի մամուլին եւ ասում են այս 5 րոպեն կամ 5 ժամը կամ 5 օրը մենք եկանք ընդհանուր այս հայտարարությանը ու նոր մամուլին հայտնում են թե ինչ հայտարարություն։ Այսինքն իրանք հենց դեռ հայտարարության չեկած մամուլի դեմ այդ բեմադրությունը կատարեցին։ Այսինքն նպատակը հետևյալն էր՝ նվաստացնել Զելենսկուն։ Սենց մի հատ ուրեմն ըստ էից բխում է երկու հիմնական հարց։ Ուրեմն նախ այդ նվաստացումը միտված էր նրան, որ ցույց տալ Պուտինին, որ տես Զելենսկու նկատմամբ մենք ինչ ձև ենք, եւ երկրորդը իրանք ինչ պայմանագիր որ ուզում էին անեին, որ հանկարծ չկայանա։ Այսինքն այն, ասենք այդ մետաղների վերաբերյալ, հա, ասենք հանքերի վերաբերյալ, ասենք շո պայմանագիր չկայանա, որովհետեւ Տրամփը խոսում էր մի հատ այնպիսի անկապություն,
սկզբից 500 միլիարդ դոլարի, հա, հետո էր այդ չափու ձև արել, որոշել, որ դա այդքան բան կա։ Չնայած մասնագետները մոտավոր թվեր են ասում, որ մոտ 14-ից 15 տրիլիոն դոլարի ընդ հանքեր կան։ Ու ընդ որում, որից 12 տրիլիոն արժեքության բանը գտնվում են այսօր օկուպացիայի տակ Ռուսաստանի տարածքում։ Մոտ 2 տրիլիոն դոլարի հանքերն են, որ Ուկրաինայի վերահսկողության տակ կան։ Հասկացանք, այսինքն սա էլ արդեն պարզ դառնում, որ Ուկրաինայի հետ այդ գործարքը կնքելը միտված էր, որ սենց ասենք ժողովրդական լեզվով, որ թաթը դնի Ուկրաինայի վրա, որ այլևս Ռուսաստանը չհանդգնի այդ տարածքները, ասենք ինչ-որ նոր տարածքներ մտնի կամ շարունակի։ Ինձ թվում է, սրա տակ կա երկու տարբերակ։ Կամ սա այդ ուղղությունն է, որ տալիս են Պուտինին, որ Պուտինին հավատացնեն, որ Տրամպը տրամադրված է Ուկրաինային դեմ, թե ինչի համար, այդ էլ արդեն էլի տարբերակներ կան, թե ինչի համար։ Եվ երկրորդը ուղղակի Տրամպը ապա տեղեկատվության մեջ է։ Միշտ այդպես է Կամ, Միշտ այդպես է, Տրամպը միշտ ինֆորմեյշնը, որ գուտա ինֆորմացիան, մեծ մասը սխալ կլինի։ Նույնիսկ 160 միլիարդ դոլարի մոտ ծախսած են, 350 միլիարդ դոլարի մոտ Պետրոշյան, այսինքն կամ իր շրջապատը սխալ ինֆորմացիա է տալի դիտավորյալ, որոնք աշխատում են ինչ-որ ուժերի վրա, կամ էլ իսկապես Տրամպը, գիտեք ինչ, ուղղակի արտաքնապես սենց ասենք, ամերիկյան մաչոյի տպավորություն է թողում այդ իր շարժու ձևը, այդ իր սանրվածքը, ամերիկացիներին դուր է գալի և ուղղակի հետևից կայնած ուժերը իրանով մոնիպուլյացիայի են ենթարկում և շատ վտանգավոր մոնիպուլյացիաներ։ Հիմա տեսեք այսօր շարժումը մի տեսակետ է, որ այ ախպեր, եթե Տրամպին impeachment հայտարարեն և հեռացնեն, ավելի վատն է գալի հետևից տեղակալը։ Հասկանում եք, այսինքն անգամ տեղակալն էր, փոխնախագահն էր ընտրված այնպիսի կերպար, որը ընտրությունների ընթացքում գրիթե առհասարակ ձայն չէր հանում և այստեղ ևս ամերիկացիներին դուր էր գալի, որ գիտեք ինչ կա, լավ տարիքով, արդեն մեկ անգամ ևս նախագահ ընտրված Տրամպը իր փորձով, իր ամեն ինչով, գործարար մարդ կլինի և երիտասարդ ավյունը կողքից հենատես արդեն օգնականներ ես։ Ինձ թվում է շատ հմուտ սարքած ինչ-որ մի բան էր սա, կամ նորից եմ կրկնում, շատ հմուտ սարքած բեմականություն Պուտինի համար։ Պուտինի համար։ Հիմա տեսեք, առաջի օրերը, դուք հիշում եք, Պուտինի կողմնակիցների ռուսական մամուլի և առհասարակ Հայաստանում անգամ, Հայաստանում ռուսաստրուկները, ռուսամոլները ինչ ցնծության մեջ էին, ինչ համեմատություններ էին անում, ահան ձեր ծախու Ամերիկան էս են է։ Բայց այս վերջերս բոլորի ձայնը ոնց որ կտրվել է, գիտեք ինչի։ Որովհետև կենտրոնից, Կրեմլից հրանգներ ուրիշ ձև ստացան, հələ մի հատ սուս մնացեք, համար տեսի այդ կանել բան չի, այսինքն գիտեք ինչ կա, ինձ թվում է սա հենց Պուտինին ուղղված մեսիջ էր, որ այսինքն ոչ թե մեսիջ, այլ փորձում էին համոզել, որ մենք ձեր կողմից ենք, բայց Պուտինը այդքան միամիտ չի, նա հասկանում է ինչ կարող է կատարվել։ Դուք պատկերացրեք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն, որը Պուտինին հանցագործ է համարում և հրավիրի հանդիպման, Պուտինը կգնա այդ հանդիպմանի, իհարկե ոչ։ Բայց եթե իրան համոզի, որ չէ, ես քո կողմից եմ, ինքը անպայման, սենց Ամերիկայում այդպես են մտածել, որ կգնա հանդիպման։ Չէ, Վարոս Սարգսյան, չէ, շատ խորամանկ է Պուտինը, հիմա ինքը KGB-ի փողոցային մտածում, խորամանկ է, չես կնա այդպես։ Բայց հաշվի առնելով ամերիկացիների, սենց ասենք, ինչ որտեղ միամիտությունը, այսինքն այդ KGB-ի խորությունը չունեցած մարդիկ, կարող է մտածել, որ համոզեն
Պուտինին գնա հանդիպման։ Հիմա պատկերացեք sense մի հատ դրվագ, որը մենք այսօր մենք միայն կարող ենք քննադատել, թե որովհետև ոչ մի ծրագիր այս պարագայում ոչ մեկ չի կարող առաջարկել, sense կլինի թե հնարավոր է մի քանի ժամով վերլուծություն անել, քանի դեռ Տրամպը քնած է։ Հենց դառնեց այսինքն բոլոր վերլուծությունները իջի կսեն գողբարան։ Իջաբանեցեք Մարոս Սարոխանյան։ Իջաբանեցեք, չեմ գարդեն ադասիջան, այսինքն ես ուրիշ չեմ գարդեն Մարոս Սարոխան, ես կգարդեմ որ Տրամպը մի պահ պատկերացրեք, որ Տրամպից թմի հաջողվել է համոզել Պուտինին, որ այ Տրամպը մեր կողմից է եւ գնում են հանդիպման։ Եվ այդ հանդիպման ժամանակ Պուտինին ձերբակալում է Տրամպը։ Օրինակ եմ ասում։ Քայլում ոչ մի բան բացառված չէ, բայց ես շատ հավանական չեմ գտնի։ Ինչու Տրամպին ինչ կա։ Տրամպը կարող է ասի բանը Զելենսկի դիկտատոր է, հաջորդ օր ասի ինչի ես այդպես բան եմ ասել։ Ոստե ես այդպես բան եմ ասել։ Հիմա նույնն էլ բանը Պուտինի ժամանակ։ Կարող ձերբակալի, ասի վայ ես ասում եի լավ տղա, հա լավ տղու տպավորություն թողում էր, բայց ես նոր իմացա որ Հագայի դատարանի կողմից բանը հետախուզման մեջ է։ Ասի Տրամպն է, ով կարա Տրամպի դեմ այսօր ինչ-որ բան ասի։ Ես տեսեք, ես այս տարբերակները որ ասում եմ, սրանք ընդհանրապես տարբերակներ են, որոնք գիտեք ինչ կա։ Ոմանք կարող է թվա ֆանտաստիկայի ժանրից, հա, որ ֆանտաստիկայի ինչեր է խոսում։ Արա որ Զելենսկու կողմը չբռնեց, Պուտինի կողմը բռնեց, ամենամեծ ֆանտաստիկան այդ է։ Ես կհավատամ Մարոս Սարոխանյան, որ իր քաղաքական ջարի մեջ արդեն հստակ կսեր, որ ես Ուկրաինայի մի քաշվիմ աշխարհի խնդիրները ինձ ինչ interventionist չէ 2017-ին քաղաքական ջարը Դոնալդ Թրամփիզմի, որ մենք Ռուսիայի հետ աջակցումի անիմաստ է չերտանք իր քաղաքական ջարը դառնել այսպես է։ Հիմա գաշալավի ծարայեղ վերլուծումը որ Տրամփը ռուսական FSB-ի անդամ է, այդ ես չեմ հավատալ որ այդպիսի բան կարող է լինել Ամերիկայի մեջ։ Գիտեք ինչ կա, եթե անգամ գիտեք ինչ կա, FSB-ի կամ KGB-ի անդամ լինելը, դա կարող է չլինի, բայց ժամանակի կարող է համագործակցել է։ Ասեն եկել են մարդուն ասել են քեզ փող է պետք, հա, բանկրոտ ես եղի, ասենք, հա, քեզ այսքան փող։ Տվել են բան, ասենք, ինքը ոչ թե եղել է FSB-ի անդամ, այլ համագործակցել է, ասել են իրանց համագրանք ունի դերով։ Մարոս Ասունյանը այդպես կանաչարի եղարձեն, գարձեն Մարոս Ասունյանը մի հատ պատկերացեք դες մի բան, անգամ փուպուճուր հիմնարկներում այդպես։ Քանի դու տեղական ես քո շեֆին, քո շեֆը ինչ հիմարություն էլ ասի կատարում ես։ Բայց դու կարող ես օրվա մի օրը մտանես պաշտոնի նստես, որ այդ քո նախկին շեֆը այսօր գա քո ոտերն գնի։ Ու նախկին շեֆը երբևիցե չի կարողանալու քո վրա ինչ որ նույն տոնայնությամբ խոսել։ Հիմա պատկերացրեք, եթե անգամ ինքը համագործակցել է ժամանակին, այսօր ինքը դառել է մոլորակի տերը։ Սենց ասենք, կոպիտ մեր հայկական աշխարհի ամենահզոր պետության նախագահն, ինչ FSB, ինչ KGB, ինչ Պուտին։ Այսօր Պուտինն էլ Զելենսկին էլ իր թաթիկների մեջ են։ Պրծավ։ Այս մասին է խոսքը, այսինքն այդ հեքիաթներին պետք չի հավատալ։ Եթե ես նորից եմ ասում, եթե անգամ համագործակցել է, դա ոչ մի նշանակություն չունի այսօր։ Մեկը ինքը անում է այն ինչ ուզում է անում։ Դուք պատկերացնում եք, ամերիկացիները սխալվեցին, գիտեք ինչու։ Որ իրանք չէին պատկերացնում, որ ամերիկյան հասարակության մեջ կարող է մի հատ վիժվածք աճի։ Եթե ընդունենք ինքը իրոք այդ ինչ որ անում է, իր սրտն է անում, որ մենակ փողն է իր աչքի ներևում, բայց չէ որ Ամերիկան որ դառել է Ամերիկա այսօր, ինքը դառել է նաև նրա համար, որ ինքը ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնացել եւ եղել է բոլոր ազատագրվող եւ ազատության համար կռիվ տվող ազգերի, պետությունների, ժողովուրդների պաշտպանը։ Այսինքն ինքը իր մենաշնորհը հանուն նրա որ ստե պետքա գումար աշխատի, գցում է ոտի տակ։
դա Ամերիկայի բնորոշ բաներ չեն եւ ես շատ դրա համար եմ կասկածում որ Տրամպը սա ինձ թվում է երկարատև ինչ-որ բեմադրություն են անում եթե սա սիստեմատիկ բնույթ կրի եւ հստակ արդեն վերջնական որոշում կվերացնեն անես կհանեն գործից էլ ամեն ինչից էլ դուք մի մոռացեք որ Ամերիկայի ժողովուրդը դրանք ոչ ռուս են ոչ հայ են ոչ կիրգիզ են ոչ բելարուս են, նրանք ազատ ժողովուրդ են, ու դուք գիտեք գաղտնիքը ինչու՞մ է, որ ընդ ազատությունները հստակ գործում են, որոնք մեր մոտ են հա? Ժողովուրդը որտեղ չան դուրս այլգեր, ժողովուրդը ինչով է ուժեղ, կարաք ասեք, ժողովուրդը չան դուրս այդպիսի Ամերիկայի ժողովուրդը դիկտատուրա չան դուրս հնարավոր չէ Ամերիկայի ժողովրդի դիկտատուրա։ Մենք էլ չենք հանդուրժում։ Մենք էլ չենք հանդուրժում։ Չէ, բարոս Սալոկանյան, Հայաստանի ժողովուրդը այսօր շատ, այսինքն Հայաստանի ժողովուրդը քաղաքական տաշ նման դատվածահար է, ժողովուրդը նման անդարբեր է։ Միակ պուճուրիկ ռեմարկա անեմ։ Ես այն չի որ իրանք լուսինից են իջել կամ մարսից են եկել ու չեն հանդուրժում ը։ Հարցը նրանում է, որ բոլոր պետություններում ժողովուրդը երբեմն ապստամբում է, իշխանություններ կամ զիջում է ժողովրդին, կամ էլ տապալում է։ Եթե այդ ապստամբությունը ճիշտ հիմքերի վրա է, այսինքն մարդկային բարոյական հիմքերի վրա, կառավարությունը չի կարող ոչ մի բան անել։ Շտե խնդիրը ինչու՞մ է։ Որովհետև այդ իրանց ազատ խոսքի իրավունքը, ազատության իրավունքը, ուրեմն պապրավկա կա, այդպես բան կա, երկրորդ ուղումը, իրանց սահմանադրության երկրորդ ուղումով ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած քաղաքացի իրավունք ունի զենք կրելու։ Այնտեղ մարդիկ զինված են։ Եթե հավաքվեցին 200,000 մարդ, 500,000, 1 միլիոն կամ 10,000, 20,000, չի կարա իշխանավորը որևէ ոստիկանապետ, ոստիկան ուղարկի եւ ասի մահակներով սրանք ջարդեք։ Չի կարա, որտեղ ընդ ժողովուրդը զինված է։ Ես ես ասեմ, մարդիկ շատերը շփոթում են, որ այդ է լավ է էլի, ստել մարդիկ մի 20,000 հոգի հավաքեն իրանց անձնական շահերի համար, հենց չէ, չեն կարա։ Որովհետև այդպես պարզ երևում է, որ անձնական շահը որն է, որովհետև ժողովուրդը ցանկացած ժողովուրդի, ուզում է լինի Ամերիկայի, ուզում է լինի Հայաստան, Ռուսաստան, ժողովրդին չես կարա խաբես։ Ինքը որ հելավ փողոց եւ փողոցում թեզերը եւ նարատիվները փոխվեցին, լոզունգները փոխվեցին, ոչ մի ժողովուրդ առանձին վերցրած խմբի համար չի դա զոհվելու։ Բարոս Սալոկանյան, այսօր մեր հարցադրումից դու ասում եք Ամերիկայի քաղաքացիները ուժեղ են դրանով, որ ոչ մի իշխանություն արդարության դեմ չի կարողանալու գնալ։ Հասկանալի է։ Բարոս Սալոկանյան, այսօր Ամերիկան օգնությունը սարեցուց Ուկրաինային։ Ուկրաինան կարող է դիմանալ եվրոպական աջակցությամբ այսօր։ Եվրոպան գսե որ ես պիտի դեր կանգնի Ուկրաինային ավելի ուժեղ կերպով, գսին որ ասիկա զարթոնցուց կեր Եվրոպային արևմուտքին։ Ինչ կնախադեսեք։ Արդյոք Եվրոպան, արդյոք Կիև պիտի ասի Ռուսաստանը, արդյոք Ուկրաինան ջագադը փլուսվելու է, չէ՞ այդպես չէ։ Եկեք սենց անենք, ես ոչ Եվրոմիության խորհրդի նախագահն եմ, որ հստակ ռազմական փորձառություն ունի, չէ՞։ Այո, ռազմական փորձառությունը մի բան է մարտի դաշտից կոնկրետ, որը կապված է մեր տարածաշրջանի հետ եւ մեր ազգային ինքնության հետ։ Այլ բան է տեղեկատվություն ունենալ այս կամ այն տարբեր երկրների հատուկ ծառայություններից ի պաշտոն է, թե ինչ ես խոսում եւ ինչ պետք է անես։ Օրինակ կարող է Մակրոնն էլ Տրամպի նման մի բան խոսում է, բայց ուրիշ բան անի։ Եվ հակառակը, մեկ այլ պետություններ քիչ է խոսում, բայց շատ բան անի։ Օրինակ հիմա ինչ գիտեք, պետություններից մեկը, օրինակ վերցնի Իսրայելը, Ուկրաինային նվեր տա ատոմային ռումբ։ Հետո փոխվեց, բայց Իսրայելը այսօր շատ քիչ բան է խոսում։ Մակրոնը խոսում է, որ պետք է անենք, բայց իրականում չկարողանան անել։ Չնայած ես չեմ կարծում,
Չեմ կարծում, որ չկարողանան անել։ Ինչի համար։ Որովհետև Արևմտյան Եվրոպայի ազգերը, պետությունները բավականին զարգացած, ինտելեկտուալ մեծ հնարավորություն ունեցող պետություններ են եւ ազգեր են։ Այսինքն բավական է միայն համեմատել իրանց արդյունաբերությունը մյուս ազգերի արդյունաբերությունների, կզգաս տարբերությունը։ Որը կտեսնես, որ Աֆրիկայում չկա որևէ պետություն, որ Գերմանիայի նման մեքենա սարքի։ Ռուսաստանում չկա, Ասիայում չկա, ոչ մի տեղ չկա։ Այսինքն դա բնորոշում է այդ ազգի պոտենցիալը։ Նույնը Ֆրանսիան, նույնը Անգլիան, ոնց կարող է պատահի, այդ մարդիկ չկարողանան կողմնորոշվել։ Այլ բան է, որ իրանց հարուստ կյանքի միջավայրում հա այդ յուղոտել էին։ Այսինքն այնքան էին յուղոտել, որ ընդունում էին իսլամական աշխարհից, ասենք, մարդկանց փախստականներին կեսից շատը տերորիստներ էին։ Այսինքն չէին հասկանում, դե ասում են լավ կփոխվեն էլի։ Դե մարդը լավ կյանքը կտենան կփոխվեն, չփոխվեցին։ Բայց գալու է դրա վերջը, որ մի օր նստեն, ասեն, այ ախպեջան, մենք Mercedes ու Renault սարքող ազգեր ենք։ Այս ինչ խնդիր է, որ չկարողանանք լուծել։ Եվ դրա վերաբերյալ շատ հստակ արտահայտվեց Դուդա, Լեհաստանի նախագահը, այնքան շատ լավ բան ասեց ախր։ Չնայած այդ շուտվանից շատերի մտքով անցե, ես էլ եմ երբեմն այդ մտածել, բայց այդ մարդն ասեց, ոնց է, Եվրոպան 500 միլիոն բնակչություն ունի։ Եվ այդ 500 միլիոն մարդիկ խնդրում են Ամերիկայի 340 միլիոնի, որ իրանց պաշտպանի 140 միլիոնանոց Ռուսաստանից, այս ինչ չեք խոսում։ Ընդ որում, որ տեսեք, սա ես եմ արդեն ավելացնում, որ 35 միլիոնանոց Ուկրաինան, այդ 140 միլիոնանոց Ռուսաստանին պորտը տեղն անդրն։ Այսինքն սա արդեն իրանց արժանապատվության խնդիրն է, Դուդան հենց այդ հարցն է բարձրացրել, որ այ տղեկ, աղջիկներ, տղեկ, չգիտեմ, այ եվրոպացիներ, այսքան որ արտադրում եք լավ շորեր, որ սա ուզում են ձեր շորերը հագնեն, լավ ապրանքներ, լավ սնունդ, լավ մեքենաներ, ամեն ինչը ճոխ, բարը դուք ձեզ չեք կարա պաշտպանել։ Արժանապատվության երկրորդ համաշխարհային մդրացի մեջ 3 երկրները այս կոալիցիայի մեջ են՝ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, ապրիլցած վրան Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսան, այսինքն մեծ երկրներ կան Կանադան, Ավստրալիան, այսինքն միայն 3 երկիր աշխարհի դեմ գրվեցան՝ Ռուսիա, Ճապոնիա, Գերմանիա եւ Իտալիա։ Անոնք այսօր այստեղ են, իրենց կաբենա Իսպանիան, իրենց կաբենա Ֆրանսան, Անգլիան, Ավստրալիա, այսինքն մեծ երկրներ կա իրենց կողքին։ Ինչու այդպես իրենք ավելի այսպես վախկոդի դիրքի մեջ պիտելան։ Ասեմ ձեզ ինչի։ Ստե վախկոտի դիրքը չի։ Գմբարտը զգուշտավորության դիրքն է։ Դուք պատկերացնում եք, ես տեսնեմ մի հատ հարբած մեկին, որ նռնակը ձեռին եկել մտել է։ Ինքը մի հատ ապտակի խնդիր է։ Կարող ասես նա թարս հագցնես, ու շո դա պարկի քնի։ Բայց նռնակը ձեռն է, հասկանում ես։ Հիմա ստե ոչ թե Ռուսաստանից, ասենք, խնդիր չունեն, եւ դա պարզ ցուցատալի Ուկրաինան, թե ինչ անում։ Ես գիտեմ, ես ձեզ ուզում եմ ասել, այդքան թվարկեցիք, որ այսօր այս աշխարհի կողմից նաեւ SNS է, դուք մի մոռացեք, որ այդ աշխարհի կողմից այսօր նաեւ Ուկրաինան է։ Արևելյան Եվրոպան։ Հա? Արևելյան Եվրոպան այսինքն հսկա դալաց։ Հատկապես ես նշում եմ Ուկրաինային, ինչի համար, որովհետև սովետական միությունը, որ իր հզորությամբ այդքան ցնցում էր, որ սովետական միությունը հզոր է, չէ՞, նա հզոր էր մեզանով, ես ինչ եմ ասում մեզանով, ես նկատի ունեմ ինձ որպես փոքրականակ, բայց մեծ ազգի ներկայացուցիչ, հայս, որ մեծ բաներ է արել սովետական միության համար, առանձին անհատները։ Դու միայն են, որ ասենք, մինչև այս օրը միգերն են, հա, օդը պաշտպանում Ռուսաստանի, դա մի կոյանն է։ Եվ այդպես, որ վերցնում ես Կառալյովը, մնացած սա Ուկրաինայի ծագում ունեն, տեզերա գնացությունը,
ինքնաթիռները, ամեն ինչը Ուկրաինայի վրա է։ Եվ դուք պատկերացնում եք, տարիներ շարունակ Ռուսաստանը իր կողմից բռնազավթված ազգերին ասել է. ես դեսի փրկել եմ, ես չլինեմ դու կորած ես, ես չէ, բայց պարզվեց գիտեք ինչ, որ պարզվեց այդ իր կողմից փրկած այդ ազգերը չկան ինքնակողմ, որովհետև այդ ազգերի շնորհիվ էր ինքը այդպես մեծ հզոր դիրք գրավել։ Ու այս պատերազմը, որը Պուտինը որոշեց հարձակվի Ուկրաինայի վրա, մեկ միտում ուներ, ընդամենը մեկ միտում, Ռուսաստանի հետագա փլուզման դեմը առնել, որովհետև Ռուսաստանը իր մեծ մասսայով, ես չեմ ուզում ռուս ազգի բոլորին վիրավորել, բայց մեծ մասամբ կաշառակեր, մեծ մասամբ, հասկանում եք, երբ որ համեմատություն են անում, ասում դե կաշառակությունը ամբողջ աշխարհում կա, այո, ամբողջ աշխարհում կա, բայց ամբողջ աշխարհում նաև կա հետևյալը, որ կաշառքից դու բռնվում ես, Ռուսաստանում բռնվել չկա, Ռուսաստանում կաշառք չի, Ռուսաստանում սրտ թվերով գրած է, օրինակ սպանության դեպքում ինչ կանա գումարը ազատվելու, ասենք բռնաբարության դեպքում ինչ կան, ուղղակի փողոցով քշում ես քո մեքենան, որ ոստիկանը կայնացեց, ինչքան պետք է տաս որ ուղղակի շարունակ, ոչ մի բան չես արել, այսինքն սա արդեն կաշառակերություն չի, սա արդեն կառավարման ձև է, որը իդեպ կամաց նաև տարածվել էր մեր վրա, եւ մենք այսօր լինելով իբր հայ, լինելով իբր դարերով եկած մեր ճշմարտության համար, մեր այլ ազգերը հիացել են, մեր մտավորականների համար, մեր ճշմարտության համար, մեր հավատքի համար, ես հիշեցնեմ Անգլիայի վարչապետ Գլաքստոնի բառերը, եւ որ ասել է, որ ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը, այդ աստիճան այդ մարդը երախտապարտ էր, ուսումնասիրել է, թե հայերս դարերի ընթացքում ինչեր են արել մարդկության զարգացման համար առհասարակ։ Եվ այդ մարդը եւ մենք հենց ընկանք ռուսական ազդեցության տակ ինչ դառնանք խաչակով։ Կամաց։ Հիմա հասել ենք այն մակարդակի, որ ասում ենք, արա աղբեջան եղունգ ունես գլուխդ քորի, մարդ հասպանել պետք, որ փող ունենա սպանի, հա բերանացի չեն ասում, բայց իրականությունը հետը։ Այսինքն սա ամբողջը ռուսական կայսրության ազդեցությունից է, որովհետև ռուսական կայսրությունը միայն այդ կառավարման ձևով է, որ կարողացել է հարյուրավոր ազգերի պահի իր տիրապետության տակ։ Եվ եթե ազգը ինքնին մեջից փդած չլինի, ինքը չի կարա այդ փդածության մեջից այն տարին գտնի, որ ասենք բերի նշանակի իրաց մոտ ղեկավար։ Եթե հանրությունը մաքուր է, ասենք մանգա չգտնի մի հատ ուռոդի, հա, մի հատ վիժվածքի չգտնի։ Չի կարա ինքը կառավարի։ Բայց Աստված տվեց չի խնայ, այնքան են աշխատել մեր ազգի վրա, աշխատել վատ իմաստով եմ ասում, որ վիժվածները ցավոք սրտի շատ են, ու շատ ենքան, որ հերթ են կայնում, ուղղակի հերթ են կայնում։ Պուտին պապա մեզ արա էլի, Նիկոլին Ռանդարան մենք ավելի լավ կծառայենք։ Պարզ կասենք, մենք ինչ անենք, սա Նիկոլն է ստորագրել։ Արա այդ միջանցքներ որ տան, հիմա եսի ոնց է ասում, չէ նախկիններն են տվել Արցախը, որը ճշմարտություն կա դրա մեջ։ Այո, նախկինները ամեն ինչ արել նախապատրաստել են տալու պրոցեսին, սա է տալու։ Նույնն են հաջորդը կգա կասին եսի Նիկոլն արել, այո, այդ էլ ճշմարտություն կլինի։ Եվ այդտեղ թենիսային քաղաքականության պասերով իրար տալով, եթե այն դեպքում, նույնց եմ կրկնում, եթե մենք հանդուրժենք հերթական նշանակումը Կրեմլից, կամ այստեղ տեսիլք ստեղծեն, որ այս ուժը հաղթեց, բայց իրականում մենք գիտենք, որ այդ ինչ ուժը Կրեմլի հրանգները կատարող ուժերից մեկն է, այսինքն կարող են քողարկել այդ բեմադրությունները կատարել։ Դրա համար մեզ ինչ է մնում, մեզ մնում է ուղղակի համախմբել։ Այսօր արդեն նայեք,
Այսինչ որ ես ասեցի, ընտրություն բան գանք իշխանության սրան հանենք, ես անենք, դա ակտուալ էր, թեկուզ հենց մինչև Տրամպի գալը։ Պետք է տենց անենք։ Ժամանակին, երբ որ անում ես, այն ժամանակ, օրինակ Ադրբեջանը հենց լսում էր Մինսկի խումբ, Ամերիկա, Եվրոպա սրճում ռնում էր իր ջանը, նույնն էլ Թուրքիայի, նույնն էլ մյուսների։ Այսինքն այդ ժամանակ չօգտագործեցին։ Այսօր արդեն всё անտարբեր են, բոլորն էլ անտարբեր են, արդեն ուշ է։ Հիմա ի՞նչ է պետք անել։ Ուրեմն այս օրերը կանխած գալով, որ կարող է այսպես մի հատ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի, ուղիղ 3 տարի առաջ մեր կազմակերպությունն առաջարկեց ստեղծել միասնական, դա առանձին կազմակերպության ստեղծվելիք բանը չի։ Պատկերացրեք, որ անգամ այսօր իշխանության եղած ասենք իշխանությունը միայնակ չի կարող այդ անել։ Ստեղծել ինքնապաշտպանական, ուրեմն համակարգը, ինքնապաշտպանական։ Ես չեմ ասում բանակը, տեսեք, տարբեր ֆունկցիաներ են։ Բանակը հանձնարարություն է տալիս սահմանը պայել, էս անել, դիրքային էս անել, էս ինչ ռազմատեսակ ունեն, էս ինչ ռազմատեսակի դեմ էս կիրառեն, են կիրառեն, նահանջեն կամ առաջ գնան։ Ես խոսում եմ ուրիշ բանի մասին։ Հիշում եք ժամանակին, երբ որ դեռ մենք ստեղծել էինք նախախորհրդարան կար, հետո դա դառավ հիմնադիր խորհրդարան, մեր թեզերից մեկը հետևյալն է, ազգ բանակը։ Այսօր յուրաքանչյուր մենք նաև 30 տարի կորցրեցինք եւ առավել եւս այս վերջին 3 տարի, որը արդեն ակտուալ է երևում, որ ինչա կատարվելու հայ ժողովրդի հետ։ Ասում եկեք ինքնապաշտպանական բաներ ստեղծենք։ Մարդը կարող է զինվորական շորչը հագնի, ինքը լինի բժիշկի սպիտակ խալաթով, շորով, բայց ինքը զինվոր է։ Ուսուցիչը դպրոցում հագնի սովորական շոր, բայց ինքը զինվոր լինի։ Այսինքն այդ զինվորականությունը յուրաքանչյուր մարդու մեջ պետք է լինի։ Որ սկսած հիմնարկներից, սկսած, որովհետև ասենք, եթե մենք ստեղծեինք այդ համակարգը, իհարկե այդ համակարգը պետք է ստեղծել, նաև առանց պետության աջակցության չէր կարող։ Բայց եթե ուժերը, բոլոր ուժերը համախմբվեին եւ պետության առջև դնեին այս հարցը, պետությունը ի վիճակի չէր լինի մերժել։ Եթե անգամ ինքը թեթև, այսպես ասած, ոնց ասեմ, տեսիք ընդամենը ցույց տար, որ իբր աշխատում է, բայց դժվար է գործը առաջ չի գնում, համախմբված այդպես է, քիչ, մենք այսօր շատ բաներ կունենայինք։ Դուք պատկերացրեք, այդ ես մի ժամանակ ասել եմ շատ ճանաչված մարդկանց հետ եմ զրուցել, ովքեր ասենք ընկած էին իրանց անձնական, ասենք կուսակցությունների վարկանիշներով կամ այլ չեմ ուզում անուններ տալ։ Պետք եղավ կտան, բայց պետք չի տալ։ Ես այդ մարդիկ ոնց որ ականջների հետ էին գցում։ Ես առաջարկում էի, ասում եմ եկեք, լավ, ռազմական խորհուրդ ձևավորենք։ Ձևավորենք ինչ էլ անուն ես գա, ռազմական խորհուրդ, ասում բա ինչ խորհուրդ։ Լավ ասում եմ, ինչի խորհուրդ, խորհրդատուտողների խորհուրդ ձևավորենք, թե խաշուտողների։ Ռազմականը բա ինչ է։ Բա լավ, եկեք ինքնապաշտպանական խորհուրդ անունը դնենք։ Անունը չի կարևոր, էությունն է։ Դիմենք պետությանը եւ ասենք, որ բոլոր գերատեսչություններից այստեղ պետք է ներկա լինեն իրանց ներկայացուցիչները։ Սկսած բանակից, առողջապահության նախարարությունից, սոցիալնախարարությունից, անվտանգության ծառայությունից եւ մնացած բոլոր նախարարությունները, տնտեսության, այո, ինչու՞ չէ։ Եվ ամենակարևորը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ընկրված լինեն։ Սա մանրամասն մենք ունենք սա այս ծրագիրը, շատերի հետ եմ զրուցել։ Այդպես էլ որ դա ջանը չի լի էս իշխանությունը չէ պետք է միջև սրանց ռադը չանենք չենք։ Այսինքն պրիմիտիվ մտածելակ է։ Հացավը տանեմ, սրանց ռադ անելու ճանապարհներից մեկը նաև սա է։ Հա, ունենում է իր արդեն գործընթաց ինքնապաշտպանության ոլորտում, համ էլ այս գործընթացը բերելու էր համախմբման մարդկանց, որը ռադ կաներ այս իշխանությանը։ Հասկանալի է։ Հասկանալի է, մեզ իմաց միայն 3 րոպե։ Վերջի խոսքը որ գուզեմ հասկանեք, սա մատուրջան առաջարկը ծեր գազམ-ության գեսվածքի ինչ է, երբ պիտի համախմբին բոլոր ընդդիմությունները, որ այս մատուրջան ոչեսեն, ունին տաղամին 3 վարյա, խնդրեմ 3 րոպե, հրամեցեք։ Շնորհակալություն։ Սահմանադրությունը
դա ամեն ինչն է, պետության ամեն ինչն է։ Ինչ ձերի սահմանադրությունն է, այդ սահմանադրության պետ բանը, Սերժիկ Սարգսյանը մի հատ մեծ գործ կատարեց Կրեմլի համար, այսինքն այդ 10 տարվա ընթացքում ինչ թալանել էր, ինչ քրյա օլիգարխիկ, ասենք համակարգը զարգացրեց, ճոխացրեց, ճոխ բաներով տվել էր, պլյուս մի հատ է վերջում այս եղած գործող սահմանադրությունը տվեց, ասում է գնացեք քայքայվեք։ Ես կարծեմ հետևյալն է, ամոթ մեր ազգի, ամոթ, պարոն Հայրիկյանը տվել այնպիսի մի սահմանադրության նախագիծ, ոնց որում ջատագովներից մեկն էլ ես եմ եղել երկար տարիներ, ուղղակի գործերի բերումով ես այսօր Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության խնդիրներով եմ զբաղված, գիտակցելով, որ պարոն Հայրիկյանը իր նախագիծը սահմանադրության ավելի լավ կշարունակի ներկայացնել կամ բան, դրա համար փոքր ինչ ես այդ բաներից քիչ հետ եմ անգել։ Ուրեմն ամոթ մեզ, որ Հայրիկյանի նման մարդու սահմանադրության նախագիծը չի վերցված որպես հիմք քննարկման, այլ Ալիևի հրամանով պետք է սահմանադրություն փոխվի։ Հասկանում եք, բայց 6 տարի եկել է իր այդ տականք, ոնց այլ խոսան ես, Նիկոլի հետ ոնց խոսան, ես հիշում եմ, երբ որ ամառը, 18 թվականի ամառը, ես կլոր սեղան բանի մոտ էի, Նվեր Նաստականյանին, հստակ ասեցի, որ մինչև սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքը չփոխվի, ոչ մի ընտրություն, սկսեցին իմ հետ կռիվանել, ոչ այս ընտրությունը դեկտեմբերին, որ պետք է լինի, մեր փրկությունն է, քաոս է, արա ինչ քաոս, արա, ինչ քաոս, հանրապետականները, ՀՊ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին ընտրել են վարչապետ, ուր է քաոս։ Այդ ինչ քաոսի մասին էր խոսքը, եւ այդ հեգնեցին, եւ այդ հաղորդումը իդեպ, ես մոտ 3-4 տարի գոյություն չկա, ջնջե թափել են, վերացրել է, մի քանի 100,000 դիտում կար, ու ես այն ժամանակ ասեցի, եթե ես սահմանադրությամբ գնա ընտրության Նիկոլ Փաշինյանը, ուրեմն հաշվի առեք, որ ոչ մի պատիժ նախկիններին չի լինելու, դա կնշանակի մի բան, որ սա եւս Կրեմլի Պուտինի նշանակածն է եւ շունը շանթակ չի կծելու։ Այս ինչ որ խոսում են Տրամպի ոճով հլայվա, Տրամպն է երևի սրանցից սովոր է էլի։ Այդ որ սենց դատվելու են են չագուճը են, սա սուտ է, մի հավատացեք, գործերով։ Այսքանը, ես կասեմ, որ միայն մեր փրկությունը այսօրվա դրությամբ գոյատևական պատերազմին պատրաստվելն է, որը իմ առաջարկած այդ պաշտպանողական ուրեմն համակարգը ձևավորելն է։ Ես նորից կոչ եմ անում, նորից բաց տեքստով, բոլորը թող լսեն, լինի կուսակցություն, լինի շարժում, լինի հասարակական կազմակերպություն, լինի անհատ, կապնվեք, եկեք խելքի տակ, տենանք ինչ եք անում։ Մեկը կգա իր, ասենց ասած, բահը ձեռը, մեկը կգա իր գրիչը ձեռը, մեկն էլ կհայտնվի մեկը, որ հայրն ասել իհարկե, չնայած սովետի տարածքում հարստացած որևէ մեկը դժվար թե Կրեմլի հովանու տակ չլիներ։ Դա համար ես չեմ հավատում։ Շատ կարևոր է գումարը, այո։ Գումարը պետք է, եթե չէ ուրեմն մեկ դոլարով կհավաքենք, մի բան կստեղծենք։ Իսկ եթե համախմբակ վատա չկա։ Հենա, տեսեք, Սիրիայում ինչ է կատարում Լաթակյան, տերում եք ինչ է կատարում։ Եվ այդպեսի ֆորս մաժոր այնտես